Կանգար անցորդ գետ մի վայքյան, աղբյուրի մոտ այս ուշարձան, զուլալ ջրին, ական ջարա և խոնարվիր այս կոթողին։ 41-45 թվի հայրենական պատերազմու զոհվածների հիշատակին համագյուղացիների կողմից 69 թվին հուշակոթողը։ Գյուղացիները փող են հավաքել։ Գյուղացիները իրենց ուժերով փող են հավաքել ու կառուցել են այս հուշակոթողը։ Տնկված էր նաև խնձորենի ծառեր 56 հատ յուրաքանչյուրին ճորացել էր։ Թանգարան էլ կար այստեղ, դոմիկ էր, դա հրդեհվել է։ Քանի հոգի են այստեղ, 56-ը զոհվել է 131 Չէ, մասնակիցները շատ են եղել։ Մոտորապես 135 հոգու մասնակցել են, որից 56-ը չեն վերադարձել, գերի անհայտ կորածներ էլ կան բան, բայց 56-ը զոհվածները դա ամբողջ սարն էլ գերեզմանոցն է այստեղից։ Այստեղ էլ գերեզմանոց։ Իսկ վերևից էլ մեր արդեն սա նախկին հին գերեզմանոցը եղելա, որ եկել ենք, հիմա որ ստե դուրս կանք ստեղ է։ Իսկ արդեն 50-ական թվականից այ սկսել ենք հենց այս գերեզմանոցը։ Վերևոր բանը կան 50-ական թվականներից։ Իսկ որտեղ նրանք Իսկ սա այս սա իմ պապերական տունս է։ Իսկ հարի շենքը որ մնում է։ Եթե ուշադրություն դարձնեք, հենա, նայեք տեսեք, այս կողմից երևում է արոտավայրերը, ու մինչև ասենք կապուջուղի ներքևը, այս կարգի արոտավայրերը, երկու սարերի արանք։ Սրա հետևի կողմից, այստեղի չի երևում, ճանապարհի։ Հենա ճանապարհի ցույց կտանք, ոչ եկեղեցու մոտ ցույց կտանք։ Մանա Աթայանը ճանապարհին ցույց կտան, որտեղ են սկսել հետախուզման աշխատանքները։ Իսկ ինչի եք անհանգստանում, որ հենց Անհանգստանում ենք, որովհետև այնտեղ ինքան հարուստ չի, ինչքան որ այս կողմն է, կամաց այս կողմ են գալու, որ ամենահարուստը Կարմիր քարա կոչվում, այ սա որ հենց որ վերևը, որ բղին ձալների։ Դա էլ գյուղի տարածքն է։ ինչ որ դուք եք ասում։ Էլը որ հետախուզման աշխատանքներ որ գնում է գյուղի տարածքում է գնում։ Նայ, ծնդավայրը նայ։ Գաջանանց գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին է կառուցվել է 17-րդ դարում։ Մեկ տարի առաջ վերականգնման աշխատանքների համար հուշարձանների պահպանությունից թույլտվություն ստացանք վերականգնման նախագիծ ստեղծել եւ նախագիծը քաղաքաշինության, հուշարձանների պահպանության, սեյսմիկ ապահովության համար թույլտվություն ստացանք եւ ունենք այսօր նախագիծ վերականգնեցինք որոշ պատերի փլուզումը վերականգնենք հիմա մնում է տանիքը եւ գմբեթը հիմա դա համար փողա պետք է հավաքում ենք նույնիսկ գյուղացիներից այս կողմինները 400 տարվա պատմություն ունի բոլոր տանիքներ հիմա իջացածը 1/3 մասը գտնում է եկեղեցու մեջին մյուս մասն էլ պետք է նույն ձևով նույն տիպի զակաց տանք բանում արտաշատում է այս ամեն ինչը այս կատարում դեից առնենք վերենք նորից այս տարի որոշել ենք տանիքը արդեն հաջորդ այդ ժամանակ երբ կտենանք տանիքը նույն կողմիններով վերաշարված արնել սա նաև պատմության հետաքրքիր բաներ կա 1905 թվականին Թուրքիա շրջակայքի մեր գյուղացիներին բոլորին լցել էին այս եկեղեցին Չէ մեր գյուղացիները մեր գյուղացիները եկեղեցու մեջ պասպարվել են Թուրքերի դեմ հետո ստեղ պայքարել եւ տենց մեր գյուղի մի քանի կտիչների օգնությամբ փրկվել են մեր գյուղացիները նաև սա փրկության օջախը կարելի է կառուցել Իսկ այսպիսի մի հարց, նայեք պատմություն ունեցող եկեղեցիը եւ կողքնե հանքարդյունաբերություն են փորձում զարգացնել, ինչ կասեք երկու իրարամերժ որոշումների եւ իրականության մասին, լավ։ Ինչ ասեմ, անհասկանալի կառավարության որոշումները մեկը մյուս որոշումով ասում է, որ հուշարձանների տարածքում չի կարելի արդյունաբերական եւ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, բացի վերականգնողական աշխատանքից, մյուս այլ որոշում ասում են Քաջարյան գյուղի համայնքից վերջում այսքան հեկտար հող գերակապետական շահ համարելու տալիս են արդյունաբերության օգտագործման համար։ Երկուսը իրար հակասում են։ Նա բանը Տեր Մարգարի տունն ա եղել, Տեր Հովհաննեսի։ Այնտեղ պատի վրա գրված է 1800 քանի թիվ։ Նայել իր տան վառան ա եղել, ծխնելուզը նայեք, պատի մեջով ա գնացել, ժամանակը ինչ խելոնք մարդիկ են եղել, որ ծխնելուզը պատի մեջով ա գնացել։ Դենց հետո իրանց տանեն, սա փլզված է, գյուղը տեղափոխել է ժամանակի ընթացքում վերև, երկաշաջից հետո։